Լաբորատորիան հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, հագեցած ենք գազային քրոմատոգրաֆով, որը թույլ է տալիս որոշել կաթնամթերքի մեջ կեղծվածությունը, կարագի կեղծվածության ցուցանիշը, ձեթի ճարպային կազմի որոշում ենք իրականացնում։ Զինված ուժերի կարիքների համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության լաբորատորիան է։ Պետի տեղակալ Հայկան Ուշխաչատրյանը ցույց է տալիս վերջին սերնդի սարքավորումներն ու հավելում, գործունեության շրջանակն ավելի են ընդլայնել։ Նյութական միջոցների գնման արդյունքում արդեն կարողանում են նոր փորձաքննություններ կատարել ու սննդի անվտանգության այլ ցուցանիշներ պարզել։ Վերջնանպատակը մեկն է՝ զինվորին հասնող սնունդը պետք է լինի ամենաորակյալն ու սննդարարը։ Այս հեղուկային քրոմատոգրաֆի միջոցով հնարավորություն ունենք հետազոտելու բոլորիս համար հաճելի իմպելիքի սուրճի մեջ կոֆեինի քանակական որոշումը, ինչի հետազոտությունը եւս կարեւոր է բոլորի համար, որովհետեւ մեծ քանակի դեպքում առողջական խնդիրներ կարող է առաջացնել։ Հնարավորություն ունենք սարքավորման միջոցով որոշելու նաեւ մեղրի կեղծվածությունը, մեղրի մեջ որոշում ենք շաքարների քանակական հետազոտություն ենք իրականացնում։ Լաբորատորիայում գործում է նմուշարման խումբ, որն ըստ համապատասխան կարգադրականների, իսկ որոշ դեպքերում բողոքների հիման վրա մեկնում է համապատասխան զորամաս, նմուշառում կատարում կոնկրետ սննդամթերքից եւ այն հատուկ տարաներով ու սարսարանային պայմաններում տեղափոխում լաբորատորիա։ Այստեղ ստուգվում է տվյալ նմուշում առկա կենսաբանական, քիմիական ու ֆիզիկական նյութերի առկայությունն ու քանակը։ Լաբորատոր գործընթացը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի, բոլոր ստանդարտներին, ինչպես նաև համապատասխան Մաքսիմիության տեխնիկական կանոնակարգերի միջոցով, այդ թվում ISO 17025-ի պայմանների միջոցով է բոլոր գործընթացները իրականացվում։ Լաբորատորիայում հետազոտվում է ֆիզիկոքիմիական, այդ թվում քրոմատոգրաֆիական հետազոտությունները իրականացվում, ինչպես նաև զգաբանական հետազոտությունները իրականացվում։ Կատարվում է միս մսամթերքի նիտրիտների որոշման գործընթացը, որը համարվում է անվտանգության ցուցանիշ։ Այս պահին կատարում ենք նմուշապատրաստում, որը հետագայում պետք է արդեն տեղափոխենք սարքավորումների սենյակ եւ համապատասխան սարքով որոշենք նրա օպտիկական խտությունը։ Արդեն պարզ կդառնա տվյալ մսամթերքի տեսակում արկա նիտրիտների քանակը եւ պարզ կլինի համապատասխանում է արդյոք նորմաներին, թե ոչ։ Ժամանակակից չափանիշներին եւ սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող սննդի անվտանգության լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, համալրված է որակյալ ու փորձառու կադրերով։ Աշխատանքներ են իրականացվում մեր երկրում գործող տեղայնացված ստանդարտի DAGOST ISO 17025-2019 միջպետական ստանդարտն է, այդ ստանդարտի պահանջների ներդրման աշխատանքների ուղղությամբ։ Այսինքն կառավարման համակարգի փաստաթղթավորում է իրականացվում, անձնակազմի իրազեկում, չափագիտական հետևելության աշխատանքներ են իրականացվում, որակավորման թեստերի մասնակցություն է պլանավորվում եւ այլն։ Լաբորատորիայի նոր մասնագիտական համալրվածության հետ կապված, ինչպես նաև նոր ստանդարտների եւ նյութական միջոցների ձեռքբերման միջոցով նոր մեթոդներ են իրականացվել, այսինքն նոր մեթոդներ, նոր ցուցանիշներն են ներդրվել սննդամթերքում, նոր փորձաքննություններ են իրականացվել։ Օրինակ, որպես անվտանգության ցուցանիշ բենզապիրենի մնացորդային քանակի որոշումը, գունայնության որոշումը սննդամթերքում։ Սննդամթերքում անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում լաբորատոր փորձարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն եւ ուղարկվում վերադաստրամանատարությանը։ Պատասխանատուները վստահեցնում են ցանկացած տեսակի խախտման դեպքում արգելվում է տվյալ սննդամթերքի օգտագործումը պարենավորման գործընթացում։ Իսկ մատակարար կազմակերպության նկատմամբ կիրառվում են տույժեր ու տուգանքներ։ Որոշ դեպքերում ընկերությունը դիտարկվում է որպես անբարեխիղճ արտադրող կամ ներմուծող եւ վերջինից այլևս գնում չի կատարվում։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։